Որտեղ մենք մտածում էինք, որ չմտնենք, չխանգարենք Նիկոլի գցելուն, կա ձևավորված ընդդիմություն, այդ ընդդիմությունը պետք է իր գործողությունը անի։ Եվ մի ավել կուսակցություն կամ մի ավել շարժու մասնակցությունը դա էլի պառակտում կա։ Ապացույց մեզ էս 15 օրվա մեջ, որ կներեք Հայաստանում իշխանափոխություն չի կարող լինել։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ իշխանափոխություն չի կարող լինել, քանի որ 35 տարի մի երկ են երբ։ Մի երկ, ոնց անենք սոցիալիստական իշխանությունը տապալենք։ Յուրաքանչյուրը, թե առաջին նախագահ, թե երկրորդ նախագահի կողմնակիցները, թե երրորդ, թե Սամվել Կարապետյանի, թե Բևերը, սաղ դուրս են գալի անպայման իրանց խոսքի մեջ կպտում են սոցիալիստական իշխանության, կպտում են սովետական միության, անպայման պարտադիր, մոռանալով, որ սովետական իշխանության ժամանակ, սոցիալիզմի ժամանակ մենք կառուցեցինք Երևան քաղաք։ Մենք 700,000-անոց Հայաստանից դարձրեցինք Հայաստանը 3 միլիոն 500,000, հանձնեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ծեռը, ինչ արեց։ Ուսմայելը մի տարվա մեջ բանվորի արձանն էլ ծախեց, տրամվի գծերով, գործարաններով, նայիրիտով, չգիտեմ, արվելեկտրով, ամեն ինչը ծախեցի, միջև այսօր ծախում են սովետական իշխանությունը, սոցիալիստական իշխանությունը, ծախում են, չի վերջանում, չի վերջանալ, այս պահը ատենեկել է այն ժամանակը, երբ որ մենք հատ-հատ, 3 հոգով, 10 հոգով, 15 հոգով, տարբեր տեղերում հավաքվենք գործենք ասել, որ կա սոցիալիստական, կոմունիստական գաղաբարախոսությունը։ Այս հանրահավաքը հրավիրել, հանրահավաք քեզ, հանդիպումը հրավիրել էր Արտուր Փարմանյանը, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Փորձնական փորձում ենք ժողովրդի հետ հանդիպել, զրուցել, հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի սոցիալիստական շարժումը։ Սոցիալիստական շարժումը դա հասարակական կազմակերպությունների միավորում է, որոնք որ կողմնակից են հետ վերադարձնելու սոցիալիզմը։ Ես պատկերացնում եմ սետ, որ կապիտալիստական երկրում նորից կրկնեմ, պետք է լինի ընդդիմությունը միայն սոցիալիստական, չի կարող կապիտալիստը պայքարի կապիտալիստի դեմ, դա միայն ատորի կռիվ է, գաղափարի կռիվ պետք է լինի, գաղափար պետք է ներկայացնենք, ծրագիր ներկայացնենք, ծրագիրը, որը որ մենք 70 տարի սոցիալիստներս, կոմունիստներս ցույց ենք տվել, թե որն է ծրագիրը, որն է խաղաղությունը, որն է եղբայրությունը եւ ոնց է երկիրը պահվում։ Բարև սիրելի տիրներ, մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում մեր երկրում, ես ճիշտ ասած այն սերնդից չեմ, որը որ ապրել է սոցիալիստական ժամանակահատվածում, բայց ես տեսնում եմ, գնահատում եմ, դսում եմ, ամենակարևորը, որ Երևան քաղաքն է, ես տեսնում սոցիալիստների կառուցած քաղաքը, որը մինչ այսօր քանդում ու աբիրում են, բայց չի ստացվել, չեք տող։ Նույն այսօր երիտասարդության մեջ էլ կան շատերը, ովքեր սոցիալիստական գաղափարախոսությունը համարում են ավելի ժողովրդաբար, ավելի մտածող քաղաքացու մասին, քան որևէ մեր երկրում 35 տարվա ղեկավար։ 35 տարվա ընթացքում մենք միայն տեսել ենք արյուն, աղետներ, մենք միակ ուժն ենք սոցիալիստներով, որոնք որ դեմ են կապիտալիստական այս համակարգի։ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի կործանման։ Ուստի ես նորից կկրկնեմ, ժամանակն է ժողովուրդ ջան, հասկանալու մի պարզ ճշմարտություն, որ
այս տարիների ընթացքում դուք ուղակի ձայներ եք տվել տարբեր անունների, բայց գործողությունները սխեման նույնն է եղել։ Սիստեմը կյանքում չի փոխվելու։ Բոլորի նպատակը հարստանալն է։ Ձևավորվել է օլիգարխական հասարակարգ։ Ուստի այդ օլիգարխական հասարակարգի վերջը միայն կարող է լինել սոցիալիստը։ Ցանկացած սոցիալիստ այսօր իր ամեն ինչը թողած պայքարում է Արցախի վերադարձի համար, պայքարում է Մասիս Սարի համար։ Ուստի եթե չլիներ սոցիալիստական Հայաստանը, մենք չէինք ունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալի, մենք չէինք ունենա Սարդարապատ, որտեղ Իլհամ Ալիևի հայրը եկել եւ խոնարհվել է Թուրքիայի պարտության խորհրդանշի առջև։ Ուստի խնդրում եմ բոլորիդ, ժամանակն է սթափվենք, շատանանք, միանանք եւ հասկանանք ինչ ենք անում։ Շնորհակալություն։ Արգերի զողովուրդ կներեք, լայնս մի պիշ կտրված է, ես մեկ շաբաթից ավելա կտուզիմ եմ ազատության հրապարակություն եւ արժենք իրականացնող ընդդեմ այս ապօրինությունների իշխանության սարկաթես հդրությունների մեխանիզմի դեմ հավաքում եք ստովագրահավը եւ ի տարբերության ինած բաժանում եք այդին այս պակեզը, որը պարծված է ինդոշա։ Ողջունում եմ Հայաստանի ժողովրդավարական կոմունիստական կուսակցությանը իր նախագահ Արտուր Ֆարմանյանի, որ այսօրվա դրությամբ այս կալքլու վիճակում կարեցել է համախմբի գոնե 2 տասնյակ ժողովուրդ եւ ավանվել ենք լսում եք մեկս մենք քննարկում ենք տարբեր բառը։ Ժողովուրդ հես իշխանությունը 32 տարի կերել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Իրականում ստեղծել են կներեք արտահայտությանս համար մի կազինո այդ ընտրական սխեմաները եւ դրանով ամեն ժամանակ իշխանությունը կերում է ընտրությունները, որովհետեւ այդ սխեմայի մեջ հասարակ մարդը, հասարակ պայքարողը, քաղաքացի տեղ չունի, որովհետեւ այդ մեխանիզմը գրել են իրան եւ իրավետում են այդ մեխանիզմի հնարքներին իրան։ Այս վերջի սերուն իշխանությունը ավելի շատ աշխարհարական հնարքներ ունի, քանի որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կախարդական փայտիկ մենակ կիպ ունի եւ կախարդական փայտիկով արծե ցիցի։ Մենք ամուսվեցի ես 3 ընտրություններին, այս 8 տարվա իշխանության ժամանակ, որ իրականում ունի կախարդական փայտիկ, այդ կախարդական փայտիկի անունը Օծակ ավելվածնա եւ այդ մարդը անում այդ Օծակ ավելվածով իրական օրինակ ընտրություններից առաջ ավելացներով ձեր ֆոշակները 10,000 դրամ, քանի որ բոլորս էլ ապրում ենք գիտենք, յուջեն մեկ ամիս առաջ մեր տներում բախշում ենք, էդի աշխատաբացը ֆոշակ ինչի դրա պետքա ծափի 25 նվականին չկար յուջեն քննարկման ժամանակ ձեզ ֆոշակ Մայքս ընտրություններից 2 ամիս առաջ հայտնվա դիշկոմիտեից 10,000 դրամ Ընտրությունները չավարտած կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ արդյունքները չէր հայտարարել Հայաստանի Հանրապետությունում ակցիզայի վարկը փանգացավ։ Այդ 10,000 դրամներ լիտրով։ Դες իրազ եկեմ իմանալ։ Դա կոչվում է ընտրակաշան։ Այնքանով որ պետք է հասկանանք, պետք է գիտակցենք եւ պետք է չտրվենք այդ մանիպուլյացիի սապիների մոհացը։ Շնորհակալություն։ Իքե բաժորտային ալու ուրեմն կոմունիստերին, սոցիալիստներին մեղադրում են այս անկախականները, որ մենք հակապետական ենք, որ մենք հայ առաքելական եկեղեցու դեր։ Բայց ուզում եմ ձեզ հիշացնեմ բոլորին։ Լենինի պրոսպեկտը, որը հիմա Մաշտոցի փողոտանա։ Վերևը Մատենադարանի տակ կոմունիստների սարքած Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է նստած ցույց տալի Լենինի փողոտան։ Այն մյուս կողմում Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Հայ առաքելական եկեղեցի։ Մենք ունեցել ենք մի կոմունիստական կուսակցություն, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմերկյան,
Սերգեյ Բադալյան, հա, մենք ունեցել ենք մի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն առաջի։ Ինչ արեցիք անկախականներ, քանդեցիք 130 կուսակցություն, 2000 հասարակական կազմակերպություն, 85-ը հավատ, իչի համար, որ հեշտ պարակտված ժողովորդին շատ հեշտ է տանել դավաճանության, ստրկացնել։ Ձայնը տրվում է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Վարմանյանին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ առաջ ուզում եմ բոլորս ողջունենք մեր ոստիկանների, մեր եղբայրների։ Պարոնայք ոստիկաններ, մեր ողջույնները ձեզ, շնորհակալություն ձեր ծառայության համար։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, իմ հզոր հայ ազգ, ես գիշտիմ ունեմ իմ ազգին այդ մենք ունեցել ենք դառը պատմություն։ Եվ մեր պատմության մեջ ամենահիանալի տարիները եղել են խորհրդային դարաշրջան, որտեղ որ հայ ազգը բազմացել է, զարգացել է, կրթվել է եւ ստացել է այն մեծ բարիքները, ինչին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի հանրապետության։ Ինչ է կատարվում այսօր։ 1991 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյական խունտան կազմելով իրեն Արցախ կոմիտեն, որը որ հետո ժամանակներ անց, նա ասում է, որ տղայեք մի տվեք Արցախը։ Այդ չասեմ, եթե մի մարդ ասուպողնից է պատուկ կա, եւ ունի ցիկլոպի կարգավիճակ մի աշխանի, Աստված դրան չի ներե, մենք ուչի մասը կարող ենք վես։ Իրա խունտայով վերեց կոմունիստական կուսակցությունը, ցեկան, Կարեն Սերոբիչ Դեմիրճյանը կանգնավասեդի ժողովրդի դեմ իրավունք չունի գնալ ոչ քո ազգն է որոշում իրեն ինքնավոր։ Օպերայի հայատու հիմա է ազատության հրապարակ, թե ումից ենք ազատվե, ումից ենք անկախացե, միջև հիմա ինձ համար դա անհայտ է։ Հավաքվավ ազգը, գնալով հայլուն ապագա, բայց այդ ճանապարհը արյունի տեսք տանում է դժոխքի ճանապարհ, ազգակործանման, դավաճանության, այրյան եւ ամենագլխավորը սերունդների կորուստի։ Հանդիպումները շարունակակ են լինում։ Մենք չենք բախում դրանից, որ 5 հոգի, 10 հոգի, 30 հոգի յուրաքանչյուր մարդու կողքը կանգնած եք, պետք է հավաքագրենք, պետք է հավաքվենք եւ խնդրում եմ բոլորը հիշեք խորհրդային սոցիալիստական Հայաստանի սինանշան։ Ամբողջ աշխարհին մենք ցույց ենք տալի, որ Արարատները մերն է լինելու է։ Մենք խորհրդային Հայաստանով դա ենք ապացուցում։ Այսօր ինչ են ապացուցում։ Երկու բուլդոզեր բերեցին, կանգնացեցին, պարադ արեցին, իբր թե մենք զորք ունենք, կլուբնիկա ուտող զորք ունենք։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը առաջինը ինչ արեց, եկավ ասեց, սալդատը պետք է կլուբնիկա ուտի։ Պատկերացրեք մի հատ հայ զինվորին կլուբնիկա ուտելու, խայտառակություն ա դա։ Եվ դրա իմաստը այն է, որ 35 տարի ռազմայնասիրական դատասիրակություն չկար։ Չկար, եսօրվա երիտասարդների նստածել են, մի հատ հարցեք, ով է Մարշալ Բաղրամյանը, չգիտեն, չեն պատկերացնում։ Ասենք, ով է Արամ Խաչատուրյանը, չեն պատկերացնում։ Ասենք, մենք այլանդակել ենք, մենք եսօրվա հանդիպումը ավարտենք, շատ շնորհակալ ենք, որ մասնակցեցիք, մենք ձեզ ներկայացրեցինք մոտավորապես այն, որ մենք չենք լռելու, ունենք եւ տնտեսագետներ, ունենք ծրագիր, ունենք այդ ամենը ներկայացնելու տարբերակներ, ոչ մի կոպեկ չենք ֆինանսավորվում, ոչ Ռուսաստանից, ոչ Եվրոպայից չենք ելուսու։ Մենք մեր ժողովրդի հետ ենք։ Շնորհակալ եմ։